Վալերի Սերով, Միխայել Վրուբել, Բարիս Գրիգորիև, Կոստանդին Կորովին։ Պարզվում է քչերը գիտեն, որ աշխարհահռչակ այս նկարիչների գործերը Երևանում են, ռուսական արվեստի թանգարանում։ Պատահական այստեղ ոչ մի գործ գրեթե չկա, ինչպես ասում են հենց մեր մասնագետները, դա ամենաարժեքավոր թանգարաններից մեկն է Երևանում։ Անուշ Տերմինասյանն ամեն անգամ մեծ հպարտությամբ է նշում, որ այլ երկրներից այցելող մասնագետները միշտ բարձր են գնահատում այս հավաքածուն։ Այն ներկայացնում է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի, գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի եւ բեմական ձևավորման փայլուն աշխատանքներ։ Թանգարանը սա ամբողջ նվիրատվություն է, ստեղծվել է մասնավոր հավաքածուի հիմքի վրա։ Հավաքածուն պատկանել է նշանավոր բժիշկ Արամ Աբրահամյանը։ Թանգարանի տնօրենի կարծիքով շատ երկրներ կցանկանային ունենալ նման արժեքավոր հավաքածու, սակայն ռուսական արվեստի թանգարանն այսօր այցելուների պակաս ունի։ Գալիս են, ես չեմ կարող ասել, որ մեզ մոտ բոլորովին արվեստով չեն լավում, հետաքրքրվում են, բայց կարող է քիչ է ուղղակի իմացությունը ոչ միայն մեր թանգարանի մասին, ընդհանրապես արվեստի մասին։ Տուրիստական գործակալությունները իրենց երթուղում եւս չեն ներառում այս թանգարանը, պատճառաբանելով, որ տուրիստներին հետաքրքրում է հայկականը։ Բայց մենք կարծում ենք, որ դա շատ մեծ շանս է, որ ասենք տուրիստը գալով Հայաստան, ծանոթանալով Հայաստանի արվեստի հետ, հնարավորություն ունենա տեսնելու այս մակարդակի ռուսական արվեստը։ Թանգարանի տնօրենի խոսքերով այցելուների թիվը համեմատաբար ավելացել է պատուհանների ձևավորումից հետո, որը վերանորոգվել է Երևանում Մոսկվայի տան աջակցությամբ։ Թանգարանն այսօր էլ դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի։ Շատ վատ վիճակում է մեր ֆոնդապահոցը, չկա ջեռուցում, այսինքն ուղղակի տանջվելով ամեն օր էլեկտրական սարքեր միացնելով, անջատելով, որ չունենք սարքեր, էլեմենտար սարքեր, ասենք խոնավացուցիչներ եւ այլն։ Մարինե Ստեփանյան, Կարեն Չիլինգարյան, IPV։